Այսպես կգաս կմոտենաս, եղավ։ Nissan Rogue-ը նույն Nissan X-Trail-ն է, Nissan X-Trail-ը արտադրվել է Ճապոնիայի, Եվրոպայի եւ Արևելյան Ասիայի երկրների համար։ Nissan Rogue-ը բացառապես Ամերիկայի եւ Կանադայի շուկայի համար։ Կա տարածված սխալ Հայաստանում հայերիս մոտ, որ Nissan Rogue-ին անվանում են Nissan Rouge։ Մենք մեքենան կանվանենք իր իսկական անունով՝ Nissan Rogue։ Շարժիչ ուրեմն, ինչպես ասացի, սովորական ատմոսֆերային շարժիչ, ինչա դա նշանակում, turbo չի, GDI չի։ Մեքենայի դուռը, ինչպես տեսնում եք, բացվում է բավականին լայն ու ձեզ համար ապահովելու է հանգիստ մուտք դեպի մեքենայի սրահ։ Ամբողջությամբ կնոպկայով, եթե ինչ-որ մեկը, ինչպես ես, կնոպկաների սիրահար է, ապա Nissan Rogue-ը անմիջապես նրան դուր կգա։ Nissan Rogue-ի փոխանցման տուփը վարիատոր է։ Rogue-ի հետևի նստատեղը, ուրեմն թե աչը, թե ձախը եւ թե մեջտեղը գերհարմարավետ են։ Վարորդը գտնվում է բավական բարձր դիրքում, տեսադաշտը բավական մեծ, պարզ զգացվում է, որ մեքենայով հանգիստ կարելի է գնալ քաղաքից դուրս երկար ճանապարհորդության առանց հոգնելու։ Խոսեմ նաև Nissan Rogue-ի հիմնական թույլ տեղերի կամ թերությունների մասին։